7 միլիոն մարդ ամեն տարի մահանում է օդի աղտոտվածության հետևանքով։ Այս թիվը շատ ավելի մեծ է, քան ճանապարհատրանսպորտային պատահարներից կամ պատերազմների հետևանքներից մահերը։ Միավորված ազգերի կազմակերպությունը սահմանում է, որ մաքուր օդին առողջ կենսապայմաններին հասանելիությունը մարդու հիմնարար իրավունք է։ Հայաստանում օդի աղտոտվածության մասին մենք խոսում ենք ամեն տարի ու իրավիճակը սրվում է հատկապես ձմռանը։ Իշխանությունները պարտավոր են խնդրին բավարար ուշադրություն դարձնել, չհապաղել դրա լուծումներ, ինչպես նաև սա դարձնել առաջնահերթություն ու պարբերաբար քայլեր անել դրա ուղղությամբ ու հասարակությանը տեղեկացնել այդ քայլերի մասին ու օդի վիճակի մասին։ Օդի աղտոտվածությունը մի քանի պատճառներ ունի։ Անտառների այրվելը, վերամշակման գործարանների բացակայությունը, տրանսպորտային միջոցների մեծ քանակը, ինչպես նաև շինարարության մեծածավալ լինելը գործոններից մի քանիսն են, որ նպաստում են սրան։ Եթե հարուստները կամ միջին խավը ունեն հնարավորություն գնել օդը մաքրող թանկարժեք սարքեր, դիմակներ, տնից դուրս չգալ, ապա ավելի ցածր կենսապայմաններում ապրող մարդիկ, նրանք, ովքեր մաքրում են փողոցները կամ զբաղվում են շինարարությամբ, հնարավորություն չունեն օգտվել այդ շքեղությունից ու օրինակ տանից դուրս չգալ կամ գնել թանկարժեք սարքեր ու դիմակներ։ Սա յուրաքանչյուրիս վրա ազդող խնդիր է։ Յուրաքանչյուրիս առողջությունն է վտանգվում օդի աղտոտվածության հետևանքով։ Դրա համար շատ կարևոր է պարբերաբար իշխանություններից պահանջել լուծումներ եւ ոչ միայն տեղային լուծումներ, այլ նաեւ երկարաժամկետ լուծումներ, որպեսզի ամեն տարի կամ ամեն ձմեռ այս խնդրին չհանգենք։